Ինչ նկատի ունի Ալիևը, երբ Սյունիքով անցնելիք թրիփը Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղին, որ Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապը պետք է ապահովի, անվանում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք։ Հայաստանի վարչապետը շուրջ 1 ամիս առաջ քաղաքական աշխարհի գլխավոր ամբիոնից հարցրեց Փաշինյանի ձևակերպմամբ ադրբեջանցի գործընկերոջը, շեշտելով, թե պարզաբանման իմաստը կա։ 35 օր անց Ալիևից այդպես էլ պատասխան չկա։ Նա շատ սկզբունքորեն ու հետևողականորեն օգտագործում է Զանգեզուրի միջանցքի եզրույթը։ Դա ինքնին ակնհայտորեն մատնանշում է, որ խոսքը միջանցքային տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետության տարածքով Նախիջևանի եւ Թուրքիայի հետ կապ հաստատելու մասին է, որովհետեւ այլ դեպքում կարելի է նաև չօգտագործել այդ եզրույթը, այլ այն եզրույթը, որը ընդունվել է։ Հայկական կողմի համար բացարձակ անընդունելի է այս ձևակերպումը։ Իշխանականները պնդում են, ինքնիշխան Հայաստանում արտատարածքային միջանցքներ չեն կարող լինել, ու թեպետ թուրք-ադրբեջանական դուետը միևնույն ուժգնությամբ շարունակում է Զանգեզուր թմբկահարել, վարչապետի աշխատակազմի ղեկավարը օրերս լրագրողներին մեղադրեց այս հարցում իր բառերով ավելորդ լարվածություն ստեղծելու մեջ։ Դուք ընդհանրապես չհոգնեցիք այդ թեմաներից Զանգեզուրի միջանցքի։ Կան ստորագրված փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերում շատ հստակ եզրույթներ, տեղանուններ, անվանումներ։ Ստորագրված եւ ոչ մի փաստաթղթում, ոչ երկկողմ, ոչ էլ եռակողմ, ոչ վերջնական, ոչ էլ նախաստորագրյալ Զանգեզուրի միջանցքի եզրույթ, տեղանուն, անվանում չկա, ինչպես ձևակերպում էր Հարությունյանը։ Ազգային ժողովի նախագահն էլ ադրբեջանցի պաշտոնակցի հետ վերջին հանդիպման ընթացքում նույն հարցն ուղղել է Սահիբա Գաֆարովային, հետաքրքրվել։ Ի պատասխան Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակն էլ հայտնել է, թե մեջբերում միջանցք բառի մեջ որևէ վատ բան չկա։ Իրանք կուզենան, որ Ադրբեջանի միջով միջանցք անցնի տնտեսական, այո, իսկ ինչ վերաբերում է Զանգեզուրը, դե ասում եմ, այդ տարածքը տենց է կոչվել, դրա համար այդ տարածքի անունով ենք ասում։ Շատ Հայաստանի համար շատ վտանգավոր տերմին է, որի տակ կա ռազմավարական ծրագիր։ Այդ ռազմավարական ծրագիրը այն է, որ Հայաստանը պետք է շրջափակել բոլոր կողմերից եւ խեղդել։ Հիմա Հայաստանի ճանապարհների վրա վերահսկողություն հաստատելով Ադրբեջանը հենց դա է փորձում անել։ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն է Բիրոլ Աքգյունը, այն մեկը, ով ամիսներ առաջ ասում էր, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավորինս շուտ կարգավորումն են ուզում տեսնել, ինչը պաշտոնական Անկարայի նախապայմաններից է Հայաստան-Թուրքիա սահմանի բացման համար։ Խիստ խաղաղասերը հիմա էլ պնդում է, թուրք-ադրբեջանական մեկ ազգ երկու պետություն սկզբունքը վաղուց դուրս է եկել պարզ կարգախոսի սահմաններից եւ վերածվել աշխարհաքաղաքական միասնության։ Ահա թե ինչ երազանքներ ունի Սյունիքի թրիփից իր համար այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից։ Տարածաշրջանը, որտեղ մենք գտնվում ենք, կդառնա ամենանշանակալիներից մեկը փոփոխվող աշխարհակարգում, քանի որ այնտեղով է անցնում միջին միջանցքը։ Զանգեզուրի միջանցքը կբացի Թուրքիայով անցնող արևելք-արևմուտք երթուղին։ Հաջորդ 10 տարիների ընթացքում մենք կտեսնենք այս գործընթացների առաջընթացը։ Միջին միջանցքն ի դեպ այն ճանապարհն է, որը շրջանցելով Ռուսաստանը, Չինաստանն ու Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ կապում է Եվրոպայի հետ, եւ մասնագետներն ասում են, դժվար Չինաստանին հետաքրքրի Թրամփի անվան այս ճանապարհը, ինչ է ասում թուրք դիվանագետը, որտեղ է մոլորեցնում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։